What's in me? Beauty, Dovavanus, Yerkelpa, Uta, Skerati, Mo, What's in me? Beauty, Dovavanus, Yerkelpa, Uta, Metaru, Arjani ste amenaga Metaru, Arjani ste amenaga Yerkanchi Kara Agoti Dufasa Patseri Dovabanume Yerkelpa Mentu Durensu Jekanchi Հարավորվես ծույնտեր, հարավորվի քո պատմական ամենահավիճանքին, մենք խոնարհվում ենք քո առաջ, ասում ենք Աստված իմ այս պաշտամունքը ամբողջը քոնն է, դեպի քեզ է, քեզ համար է, մենք քեզ ենք եկել մեծարելու իմ արքա, եւ այստեղ ոչ մի մարդ չի երևալու իմ Տեր, այստեղ ամբողջ փառքը քոնն է միայն իմ արքա, արժանի մեզ խոնարհվում ենք քո առաջ, մեր սրտերը քեզ են ծառա, մեր ամբողջ էությունը քեզ է ծառա, փառք ու պատիվ քեզ հավիտենական ու մարդ Փառք քեզ իմ Տեր, շնորհակալ եմ Հիսուս ջան, փառավորվի քո անունը։ Մենք ունենք գեղեցիկ մի բառ, թանկագին իմ եղբայրներ, քույրեր, այս բառը բացարձակ բառն է։ Եվ այս բառը մենք այս աշխարհում, այս նյութական աշխարհում չենք կարող վերագրել որևէ մեկի կամ որևէ մի բանի։ Բայց կա մի էակ, որին մենք կարող ենք ասել, որ ինքը բացարձակ է ամեն բանի մեջ։ Բացարձակ կատարյալ է, բացարձակ ամենագետ է, բացարձակ ամենազոր է, ամենան ամեն հարցի մեջ, թանկագիններ ջան։ Եվ մենք շատ ենք սիրում շեշտել Աստծո ամենակարողությունը, թե ինքը ինչ կարող է մեր կյանքի մեջ անել, եւ սա շատ գովելի է։ Եթե մենք սրան հավատում ենք, իրոք սա մեր կյանքի մեջ գալիս է եւ սկսում է դրսեւորվել։ Մենք շատ ենք սիրում շեշտել Աստծո շատ կողմեր, թանկագիններ ջան։
Բայց մենք չենք սիրում շեշտել մի կարևոր բան, որովհետև եւ մենք մտնում ենք Աստծո այս հատկանիշի մեջ, որը նույնպես բացարձակ է, մենք կրում ենք դատապարտություն։ Եվ այս բացարձակը Աստծո սրբությունն է, թանկագիններ ջան։ Աստված այնքան սուրբ է, որ որևէ մարդու որևէ բառ չի բավարարի, որ մենք սա նկարագրենք։ Ես օրինակ ռուսերեն վատ չեմ էլի խոսում, պաշարը լեզվի լավն է, բայց երբ փորձում եմ նկարագրեմ Աստծո սրբությունը 2-3 բառ եւ իմ շուրթերը փակվում են, որովհետեւ երբ դու հանդիպում ես այդ սրբությանը, ամեն շուրթ փակվում է։ Երբ ինքը հանդիպում է այս սրբությանը, Տիրոջ երեսից երկիրը, մոլորակները փախնում են, թանկագիններ ջան, որովհետև նրա սրբությունը բացարձակ է, նրա կատարելությունը բացարձակ է։ Եվ եթե այսպես չլիներ, ինքը Աստված չէր շեշտի, որ ինքը այդպիսին է, որ ամեն մեկը, գիտեք, արարչագործության մեջ ամեն մի բանը գիտի, թե որքան է Աստված սուրբ, կենդանական աշխարհից սկսած, ամբողջ ստեղծագործությամբ ավարտված, եւ միայն մարդը չի հասկանում, թե որքան է Տերը սուրբ։ Կենդանիները Տիրոջը փառավորում են, Սաղմոսների մեջ գրված է, որ երկինքը, երկիրը, սարերը Տիրոջ փառքն են պատմում, ամեն բան մեծարում է նրա սրբությունը, նրա բացարձակ լինելը, իսկ մարդը լուր է։ Որովհետև երբ հանդիպում է այս բացարձակին, նա հասկանում է, թե ով է ինքը իրականության մեջ։ Ղևտացիս 11-րդ գլուխ 44-45 համարները, որովհետև ես եմ ձեր Տեր Աստվածը, սրբացեք, ասում է ինքը։ Ես եմ ձեր Տեր Աստվածը, սրբացեք եւ սուրբ եղեք։ Արայք եղբայր ջան, հնարավոր է այս սբոցը հանել մի քիչ, էլի։ Եվ սուրբ եղեք, որովհետև տեսեք, թանկագիններ ջան, քանի անգամ է Տերը շեշտում, որովհետև ես սուրբ եմ։ Ձեր անձերը մի պղծեք որևէ կենդանով, որը սողում է երկրի վրայով, որովհետև ես Տերն եմ, որը ձեզ Եգիպտոսից հանել եմ, որպիսի լինեմ ձեր Տեր Աստվածը։ Ուրեմն սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։ Եվ ամբողջ սուրբ գրքի մեջ մենք տեսնում ենք, քանի տեղ էս մեր Տեր Աստվածը, այս բացարձակ իր հատկանիշը, իր բովանդակությունը շեշտում, որ ինքը այսպիսին է։ Եվ մենք պիտի ուզես թե չուզես այս փաստի հետ հաշտվենք։ Ուզես թե չուզես, մենք այս փաստը մեր կյանքի մեջ պիտի ընդունենք, որովհետև մենք մոտենում ենք մեկին, որի երկինքը եւ երկիրը չի կարող տեղավորել, այնքան ինքը մեծ է եւ իր սրբությունը կատարյալ է։ Մենք անընդհատ խոսում ենք սրբության մասին եւ ես չեմ ուզում դադարեմ սրա մասին խոսելը, որովհետեւ մենք իրոք ապրում ենք վերջի օրերը։ Եվ մանավանդ հիմա սատանան ամեն բան անում է, որ իրեն պաշտող ժողովուրդը անկում ունենա։ Ամբողջ աշխարհով այնպիսի մարդիկ են ընկնում սատանայի այդ հնարքներին ենթարկվելով, ընդունվելով, որ ասում ես Աստված իմ, ախր սրանք հոգևոր հսկաներ էին։ Մի շարժում կա, իրենք երգում են, երգելով են, այնտեղ համարը չեն քարոզում, թանկագիններ ջան։ Իրենք ուղղակի գոսպելներ են գրում եւ փառավորում դրանով Տերոջը Ամերիկայում։ Այնպիսի երգեր ունեն, մենք երգում ենք այդ երգերը շատ հզոր են, որ երբ լսում ես այդ երգերը, ուղղակի օծությունը հոսում է քո վրայով, մեկ էլ պարզվում է, որ հովիվը շնության մեջ է։ Պարզվում է, որ փառաբանության առաջնորդը անկում է ունեցել, այս առաջնորդը, այս լիդերը ընկել է, որովհետև մի պահ գալիս է, երբ Աստծուն նայող մարդը մոռանում է, որ Աստված բացարձակ սուրբ է։ Մոռանում է Աստծո ով լինելը։ Ես ասում եմ ձեզ, մենք կարող ենք այս բառը օգտագործել միայն Աստծո նկատմամբ, եւ ինքը բացարձակ սուրբ է։
Արդյոք մենք մեր էությամբ մինչև ճանաչելը կարող էինք սուրբ լինել։ Ոչ եւ ոչ։ Գիտեք, քանի մարդ է փորձել մոտենալ Աստծուն։ Բուդդային գիտեք, չէ՞։ Ինքը կրոնի հիմնադիր է։ Նա ավելի շատ կրոն չի, փիլիսոփայություն է։ Այս մարդը Գաուտամա Բադհիդարխան ինքը փորձել է մոտենա Աստծուն։ Երիտասարդ ժամանակ իր հայրը Ռաջա լինելով Հնդկաստանում թագավոր լինելով հյուսիսային մասում կարծեմ Սևեռնա Ինդիա էլի ինչքան հիշում եմ ինքը տղային թաքցնում է իր թագավորական պալատներում որ ինքը այս աշխարհի ընկած վիճակի հետ առնչություն չունենա չշփվի չհպվի եւ այս աշխարհի ողբալի վիճակը չտեսնի 29 տարի Բուդդան այդ պալատում թաքնված է լինում հանկարծ մի օր տեսնում է որ մահ կա մարդ է մահանում իրենց այդ պալատի մոտ եւ ինքը հասկանում է որ գոյություն ունի մահը դու մի ասի եւ ինքն է մի օր պիտի մահանա եւ ինչ է սկսում այս անձնավորությունը անել ինքը սկսում մանգալ որ ինքը այնքան կատարելագործվի որ իր գործերով մոտենա Աստծուն Բնականությունը դա ճանապարհ է դեպի Աստված, որ ինքը հասնի կատարյալին, ինքը կատարյալ դառնա։ Եվ գիտեք, Բուդդայի մասին գրված է, որ ինքը լուսավորված է։ Ինքը հիմա գտնվում է ըստ իրենց ուսմունքի նիրվանայի մեջ։ Նիրվանան, թանկագիններ ջան, սատանայական հորինած մի վայր է, որտեղ որ մարդը որևէ բան չի զգում, ուղղակի սենց միապաղաղ գոյություն է։ Այսպիսի բան կարող էր հորինել եւ մոլորեցնել մարդկանց միայն սատանան, թանկագիններ ջան, որովհետեւ երբ մարդը մտնում է Աստծո ներկայության մեջ, այնտեղ միապաղաղ գոյություն չկա, այնտեղ կա փառաբանություն եւ մեծարանք կենթանի Աստծուն, հալելույա։ Իսլամը Գիտենք բոլորս Մուհամմեդի պատմության մասին չեմ ուզում խորանամ, բայց ինքը այնքան դատարկ կրոն է, որ մարդիկ այնտեղ ուզում են հպվեն ինչ-որ մի հատ գերագույն բանի եւ այնտեղ գոյություն ունի մի շարժում, որը կոչվում է սուֆիստների շարժում, սուֆի։ Գիտեք ինչ են անում։ Հավաքվում են այստեղ մի քանի 100 մարդ, այսպիսի մի վայրում, իրար հետ սենց կլոր շրջան են բռնում եւ սկսում են վազել եւ թռչկոտալ, որպեսզի այդ էքստազի մեջ ինչ-որ մի հատ գերագույն հպում լինի եւ Ալլահը իրենց մի հատ լուսավորություն տա, ներքուստ, սա ինչ է թանկագիններ ջան, ընչին էր ձգտում Բուդդան, ձգտում էր, որ ինքը մոտենա, ասեք բոլոր ազգերը տեղադրել, հայերը, արաբները, տո հնդիկները, ով ասես, բոլորը մեղքի տակ են, և չկա մեկը, չկա արդար մեկը, որը գիտակցի, հասկանա թե ով է Աստված, չկա մեկը, որը փնտրի Աստծուն, թանկագիններ ջան, հիմա կասեք, բա Բուդդան փնտրում էր, չկա մեկը, որը փնտրի Աստծուն Տիրոջ ասացի համեմատ, այնպես ինչպես որ Տերն է ճանապարհ տվե, հարթել եւ ուղղություն ցույց տվե, չկա մեկը, ասում է չկա գիտակցող, բոլորը Տերոջ ճանապարհից խոտորվեցին եւ բոլորը անպիտան են, այս է մարդկության վճիռը, ուզում ես տրաքի մեջտեղից, ուզում ես ճաքի մեջտեղից, բացարձակ եւ սուրբ Աստված այնքան է հեռու մեղքից, որ դու քո ամբողջ հավիտենականությունը օգտագործես, մի միլիմետր հեզանով չես մոտենա այդ Աստծուն, հասկանում ես, մենք այսօր լիքը մարդիկ ունենք, լիքը մարդիկ ովքեր փորձում են լավը լինեն, փորձում են Աստծո առաջ գեղեցիկ լինեն, լուչ լինեն, փորձում են ինչ-որ մի կերպ Աստծո այս լավ վերաբերմունքը շահեն, թանկագիններ ջան, ջանք մի թափեք, անհնարին բան եք անում, Աստված բացարձակ սուրբ լինելով իմ եւ քո համար մի հատ ճանապարհ է ընտրել, գիտեք որն է այդ ճանապարհը, ես ուզում եմ ձեզ ասեմ, մեղավոր մարդը
Միակ բանը, որ կարող է անել, ինքը գնում է եւ թաքնվում է ծառերի ետևում։ Ինքը գնում է եւ մարդը Աստծո երեսից թաքնվում է։ Միակ բանը, որ Աստված քո համար նախատեսել է, որ այդ ծառերից հանի, թանկագիններ ջան, այս է. Քրիստոս Հիսուսը, որպես կատարյալ զոհ, որպես կատարյալ ճանապարհ, որպես մի ընթացք, որով ես եւ դու կարող ենք մոտենալ Տիրոջը։ Հռոմեացիս 3-րդ գլուխ 21-ից 26 Անկախ օրենքից Աստծո արդարությունը հայտնվեց, որի մասին վկայում էին օրենքը եւ մարգարեները։ Ճշմարտությունը Աստծո Հիսուս Քրիստոսին հավատացողների համար, որովհետեւ բոլորը մեղք գործեցին Աստծո փառքից ընկան եւ Տեր Աստվածը Հիսուս Քրիստոսին տվեց այդ ընկած մարդու համար, որպես փրկագին, ողորմություն եւ ընդունելություն, հասկանում ես։ Արի, եթե դու Հիսուսով չես մոտենում Սուրբ Աստծուն, որևէ բան քո կյանքի մեջ չի փոխվելու։ Միակ ճանապարհը քո կատարելության, ճշմարտության մեջ քայլելու, դա Հիսուս Քրիստոսն է։ Գիտեք, մենք կարող ենք տասնյակ տարի գալ եկեղեցի, տարբեր տեղեր մասնակցել։ Մենք մարդիկս ունենք ունակություն, վատ սովորություն մեզ համար կրոնական ձև հորինելու, պաշտամունքի ձև։ Եվ մենք այս հորինվածքը կիրառում ենք մեր կյանքի մեջ եւ մեզ թվում է, որ եթե մենք այս հորինվածքի մեջ ենք, մենք ճշմարիտ ուղու վրա ենք։ Եթե այս հորինվածքից դուրս ենք, մենք սխալ ուղու վրա ենք։ Թանկագին ջան, դիր ամեն բան մի կողմ։ Միակ ճշմարտությունը, որով ես կարող եմ մոտենալ Աստծուն, դա Հիսուս Քրիստոսն է։ Քո կրոնական նախապաշարումները, ձևերը, ընթացքը, կրոնը դիր մի կողմ, կյանք կա Հիսուս Քրիստոսը։ Հալելույա։ Ուրեմն գանք առաջ։ Գիտեք ինչ արեց Հիսուս Քրիստոսը։ Ինքը եկավ ծառերի ետևում թաքնված մեղավոր ինձ եւ քեզ Ադամներիս, վերցրեց, ծառերի հետևից հանեց։ Հիշում եք Ծննդոց գրքի մեջ Աստված Ադամին կաշվե հանդերձներ հագցրեց, հիշում եք, չէ՞։ Եթե այդ կաշվե հանդերձը հագած չլներ Ադամը միանգամից հենց այդտեղ կսպանվեր, որովհետև Աստծո սրբության դեմ մեղք էր գործել։ Հիսուսը այդ կաշվե հանդերձները իմ եւ քո փրկության հանում է, ծառերի հետևից մեզ հանում է դուրս, այդ կաշվե հանդերձները հանում է եւ գիտեք ինչ է անում, հագցնում է ինձ եւ քեզ իր զոհի, իր սրբության բեհեզները։ Եվ ես եւ դու արդեն պատված ենք եւ հագած ենք Հիսուս Քրիստոսի հանդերձով, սպիտակ արդարության, որդե գրության, սրբության, եւ այս հանդերձները ինձ եւ քեզ վկայում են, որ ոչ թե քո ջանքն էր պատճառը, այլ Տեր Հիսուս Քրիստոսի զոհն էր պատճառը, որ դու այսօր կարող ես անվանվել սուրբ։ Ամեն։ Փառք Հիսուսին, թանկագիններ ջան։ Ուրեմն աշխարհում կա մի ազգ, ես այդ ազգին շատ եմ սիրում, հրեաներն են։ Իրենք իրենց համարում են, որ իրենք յուրահատուկ ազգ են։ Ես չեմ վիճում, յուրաքանչյուր ազգ յուրահատուկ է Տիրոջ համար։ Եվ այսպիսի հարց է հիմա ամբողջ աշխարհով գնում, վեճ է գնում։ Ասում են երկրորդ համաշխարհայինի ժամանակ գերմանացիները 6 միլիոն հրեա սպանեցին։ Հիմա, եթե դահիճներից մեկը, ով որ այդ 6 միլիոնի սպանելու մեջ մասնակցություն էր ունենում, եթե այդ պահին ապաշխարեր, կփրկվեր թե չէ։ Քարոզիչը ասում է, այո, կփրկվեր։ Ասում է իսկ այն հրեաները, որին տանջել են, եւ ինքը տանջամահ լինելով, առանց Քրիստոս մահանա, կփրկվի թե ոչ։ Այս քարոզիչը ասում է, իհարկե, ոչ։ Հիմա ամբողջ աշխարհով այդ մարդուն դատապարտում են։
Ինչու՞, որովհետև մենք հրաներս բարձր ենք բոլորից եւ յուրահատուկ ընդունելություն ունենք Աստծո առաջ։ Թանկագին իմ եղբայր եւ քույր, եթե մի մարդ ապաշխարի, նա կփրկվի Հիսուս Քրիստոսով։ Իսկ եթե մի մարդ առանց Տիրոջը մտնում է Աստծո ներկայության մեջ, ուզում է ամենադաժան մահով էլ բացած լինի եւ ամենադաժան տանջանքով տանջված, ինքը չի փրկվում։ Ուրեմն Աստված մի հատ ճանապարհ է տվել ինձ եւ քեզ, որն է Հիսուս Քրիստոսը։ Դիր կրոնը մի կողմ, թանկագին եղբայրս եւ քույրս, կենթանի Աստծո շփի, հպվի եւ կտենաս, թե որքան է ինքը հզոր եւ որքան է ինքը կատարյալ։ Հիմա գալիս ենք կարևորագույն բաներին։ Աստված սուրբ է, մենք մեղավոր ենք, Տերը ճանապարհ տվեց մեզ։ Հիմա, երբ մենք ընդունել ենք Հիսուսին, ինչ է կատարվելու մեր հետ։ Հովհաննես 3-րդ գլուխ 27-31 համարները, 27-ից 31։ Հովհաննեսը ասեց պատասխանելով. ոչ մի մարդ չի կարող ոչ մի բան իրեն վրա վերցնել, եթե դա երկնքից իրեն տրված չլինի։ Դուք բոլորդ վկա եք նրա մեջ, որ ես ասեցի, ես Քրիստոսը չեմ, ես ուղարկված եմ նրա առջևից։ Հարսին ունեցողը Փեսան է, իսկ Փեսայի ընկերը, այսինքն ինքը Հովհաննեսը, կանգնած է եւ մեծ ուրախությամբ ուրախանում է Փեսայի ձայնը լսելով։ Եվ ահա իմ այս ուրախությունը լրացավ։ Հիմա լսեք։ Երկնքից եկողը բոլորից բարձր է, երկրից եկողը ցածր է եւ կներեք, այստեղ բան բաց թողեցի, այս իմ ուրախությունը կատարվեց, ասում է, նրան պետք է, որ ինքը բարձրանա իմ մեջ, իսկ ես ցածրանամ։ Ու երկնքից եկողը բարձր է ամեն բանից, իսկ երկրից եկողը այն երկրից է, եւ ինչպես երկրից եկող է, դրա համար երկնքից եկողն է բարձր ամենից։ Շատ հետաքրքիր բառեր են այստեղ Հովհաննեսի շուրթերից հնչում, բայց ամենակարևոր բանը, երբ Հովհաննեսը տեսավ Հիսուս Քրիստոսին, Հիսուսին մկրտեց եւ տեսավ Սուրբ Հոգին, որ իջավ Հիսուսի վրա, ինքը հասկացավ, ինքը սրանից հետո պիտի իջնի, իսկ Հիսուսը բարձրանա։ Եվ սա դաս է իմ եւ քո համար, իմ եւ քո եսի համար, որովհետեւ մենք Աստծո տաճար լինելով, ապը հանած ձկան պես թպրտում ենք ամեն բանի մեջ Աստծուն խանգարելով, որ մեր կյանքում իր կատարյալ ներկայությունը ապահովված լինի։ Թանկագին եղբայրս եւ քույրս, երբ Աստված ինձ եւ քեզ կանչեց, ինքը կանչեց, որ ես եւ դու ցածրանանք եւ իրեն արգելք չհանդիսանանք, որ ինքը իմ եւ քո կյանքը փոխի իր ստանդարտներով։ Սատուր Սունտարսինքը գնացել էր Լոնդոն, ես սրա մասին պատմում եմ եւ պատմել եմ եւ ելի պիտի պատմեմ, որ մեզանից ամեն մեկը փոխվի։ Երբ ինքը այնտեղ մի կնոջ դուռը թակում է, շատ հարուստ կին է լինում։ Աղախինը դուռը բաց է լինում, Սունտարին տեսնում է, վազելով գնում է դեպի իր տիրուհու եւ ասում է, դռան մոտ կանգնած է Հիսուս Քրիստոսը, արի տես։ Մարդ էր կանգնած, Սատու Սունտարը, բայց այդքան փոխված էր եւ ինքը ցածրացած, որ Աստված իրեն Հիսուսի կերպարանքով էր փոխել եւ Հիսուսին կերպարանակից էր դարձրել։ Եղբայրներ, քույրեր, մենք դարձի չենք գալի, որ մեր եսը երևա, հասկանում ես։ Մենք դարձի չենք գալի, որ մենք երևանք եւ մեր ծառայությունը փառավորվի։ Մենք դարձի ենք գալի, որ Հիսուսը բարձրանա մեր կյանքի մեջ։ Հիսուսը վերափոխի ինձ եւ քեզ, Հիսուսը իրեն նման դարձնի ինձ եւ քեզ։ Եվ սա կարևոր է։ Դուք ինձ գիտեք, իզուր է Աստված ասում, ուրացի քեզ, մեն ուգը վերցրու, խաչը վերցրու եւ իմ ետևից արի։ Ուրացի ինքդ քեզ խաչը վերցրու եւ իմ ետևից արի։
Եվ այն մարդուն, որը ձեռքը մաճի վրա է դնում, եւ հետո հետ է նայում, վայ այն մարդուն թանկագիներ, որը ընտրում է Աստծո ճանապարհը եւ իր եսով է ապրում, իր ցանկությունների համար է ապրում, մոռանալով թե որքան է սուրբ այդ Աստված, որքան է ինքը կատարյալ, եւ ինչ սրբության եւ ինչ ինքնաուրացման է կանչե ինձ եւ քեզ։ Քրիստոնեությունը թվում է հեշտ կյանք է, բայց հեշտ չի, էլի։ Քրիստոնեությունը իմ ու քո մահվան կյանքն է։ Այսինքն այս աշխարհի համար մեր գոյությունը, մեր եսը ցածրանում է Հիսուսի համար, Հիսուսի ներկայությունը իմ եւ քո կյանքի մեջ շատանում է։ Նրա համար է ինձ եւ քեզ Աստված կանչե Գաղատացիս 2-րդ գլուխ 19-20 օրենքով ես մահացա օրենքի համար, որպեսզի ապրեմ Աստծո համար, մահացա։ Մենք չենք ուզում մահանանք, մահանալը դաժան բան է, ծանր բան է, եւ մենք մարդը սրան ընդդիմանում է, երբ որ մարդը խեղդվում է, ինքը ամեն ինչ անում է, որ գոնե մի նշույլ օդ քաշի, այսպիսին է մեր էությունը, բայց Հիսուսը ասում է դու պիտի մահանաս։ Օրենքով ես մահացա, որպեսզի ես ապրեմ Աստծո համար, ես Քրիստոսի հետ խաչակից եղա։ Հիսուսը խաչի վրա էր, ես եւ դու իրեն խաչակից եղանք։ Սուրբ Աստվածը ճանապարհ առաջարկելով մեզ տանում է այդ ճանապարհով, որպեսզի ես եւ դու փոքրանանք, որպեսզի ես եւ դու Քրիստոսի խաչի վրա խաչված լինենք, որպեսզի ես եւ դու սրբությանը Տերոջ հետևելով այլևս ապրենք ոչ թե մեզ համար, այլ Տեր Հիսուս Քրիստոսի համար։ Աշխարհը փոխել են եւ աշխարհը փոխում են այն մարդիկ Հիսուսի համար, ովքեր իրենց ուրացել են։ Պողոսը հիշում եք ինչ է ասում։ Պողոսը ասում է, երբ որ ինքը տեսավ Հիսուս Քրիստոսին, որը իրեն հայտնվեց, ասում է ես էլ չխորհրդակցեցի մարմնի եւ արյան հետ, այլ վեր կացա եւ գնացի Երուսաղեմ։ Թանկագին եղբայրներ քույրեր, Հիսուսը գալիս է փոխելու քո կյանքը, որպեսզի դու այլևս չխորհրդակցես մարմնի եւ արյան հետ, ասես Տեր ջան, ո՞րն է քո կամքը։ Ես ուզում եմ այն կատարել։ Եթե անգամ դա կյանքի գնով լինի, եթե անգամ ամենադաժան կորուստներով լինի, ո՞րն է քո կամքը, Հիսուս ջան։ Պողոսի նման տանջված մարդ կար։ Մի Կորինթացիս 11-րդ գլուխը կարդացեք, տեսեք այդ մարդը ինչա կրել եւ ինչա քաշել Հիսուսի համար։ Տեսեք թանկագիներ, որ մեկս դրատակ կստորագրեինք, ասենք թող իմ կյանքի մեջ լինի։ Բայց եթե դու ուզում ես փառավորես Տերոջը, ասա Տեր ջան, ես ուզում եմ քո կամքը լինի։ Եթե անգամ այս դժվարության, եթե անգամ այս տառապանքով լինի, ես ուզում եմ, որ սա լինի։ Ես ուզում եմ ցածրանամ, դու բարձրանաս իմ կյանքի մեջ, որ ես կարողանամ քո նման ներեմ, քո նման ընդունեմ, որ իմ եսը չտպրտա այդ ձկան պես ափի վրա ընկած, որ կողեք ինձ ջուրը, շուտ արեք, ես խեղդվում եմ, խեղդվես 3-2 օր, 3 խեղդվեր այսօր 2 օրերներ, խեղդվի ոչինչ, թող Տերը փառավորվի քո կյանքի մեջ։ Թանկագիններ ջան, երբ այս ամենը լինում է մեր կյանքի մեջ, մենք իրոք ցածրանում ենք, երբ մենք թույլ ենք տալի, որ Աստված փոխի, Աստված փոխում է մեր կյանքի մեջ մի կարևոր հանգամանք, մեր սիրտը լցնում է, մեր էությունը լցնում է իրենով։ Նայեք, երբ ինքը փոխում է մեր էությունը, մեր կյանքի մեջ կատարվում է Սաղմոս 27-ի հայերենով, ռուսերենով 26-ի 4-ից 8 համարները։ Մի բան է ես խնդրում Տերոջը, եւ մի բան եմ ես փնտրում, որպեսզի Տերոջ տանը լինեմ իմ կյանքի բոլոր օրերում, եւ Տերոջ գեղեցկությունը տեսնեմ, եւ նրա տաճարը գնամ։ Սա հատկանիշ է Աստծուն սիրող մարդկանց։ Ասենք յուրահատուկ է Աստծո սիրող մարդկանց համար։ Ամբողջ Հայաստանը Կիրակի օրերը գնում է մեր հայկական եկեղեցին։ Շատերը կան, որ ապաշխարած են, բայց շատերը կան, ում հետ ես շփվում եմ, եւ իրենք ասելով, որ իրենք պատկանում են
Տերոջը, իրենք հավատում են Աստծուն։ Ամեն երկրորդ բառը հայհոյանք է, կռիվ է, կին է, բնություն է եւ լիքը բաներ, որովհետեւ իրենց կյանքը չի փոխվել Հիսուս Քրիստոսով։ Երբ մարդու կյանքը փոխվում է Հիսուս Քրիստոսով, նրա սիրտը ձգտում է դեպի Տերը եւ նրա սրբությունը, որ վայելի նրան, հպի նրան, որ արշակի նրան շոշափելի ձևի։ Ղուկաս 6:45-ում գրված է. բարի մարդը բարի գանձանակից է իր սրտի համար բարիքը հանում, չար մարդը իր սրտի չար գանձանակից է չարը հանում, որովհետև սրտի լցունությունից են մարդու շուրթերը խոսում։ Դավիթի սիրտը լցված էր Տերոջով, դրա համար էլ ասում էր, ուզում եմ իմ կյանքի բոլոր օրերը ես անցկացնեմ քո ներկայության մեջ, քեզ տեսնեմ քո գեղեցկությունը։ Ինչով է լցված իմ եւ քո սիրտը, թանկագին եղբայր-քույր, երբ որ մենք կարող ենք ուղղակի անտարբեր լինել մեկս մեկից նկատմամբ, երբ որ կարող ենք անտարբեր լինել պաշտամունքների նկատմամբ, երբ որ կարող ենք անտարբեր լինել Աստծո խոսքի նկատմամբ, ամեն ինչին ինչ հոգուն է վերաբերվում, որովհետև շուտվանից Տերոջ հետ հպում չենք ունեցել։ Մեր սրտի այս բովանդակությունը չի նորոգվել։ Նայեք մի հատ ձեր կողքի բացակայող այդ մարդկանց այդ տեղին նայեք, թանկագին եղբայրներ, քույրեր։ Շատերի կյանքի մեջ սատանան հաջողության է հասել։ Շատերը այս պայքարի մեջ ընկել են եւ թույլ են տվել, որ իրենց սիրտը գա այն չարությունը, այն պղծությունը, որը կարող է իրենց հեռացնել Աստծուց։ Ամուր պահենք մեր սրտերը, հիշելով, որ մեր Տեր Աստվածը կատարյալ սուրբ է, հիշելով, որ ինքը մեզ Ադամի նման այն ծառերի հետևից հանեց եւ իր որդու սպիտակ հանդերձները հագցրեց, որպիսի ես եւ դու սրանից հետո լինենք որդի ընդունված, կատարյալ, մաքրված։ Ինքը օգնեց, որ իր բովանդակությունը եւ էությունը ձևավորվի իմ եւ քո կյանքի մեջ եւ մեզ օգնեց, որ մենք ցածրանանք եւ ինքը երևա ամեն բանի մեջ, թանկագին եղբայրս եւ քույրս, եւ մաքրեց իմ եւ քո սիրտը։ Ուրեմն սրանից հետո բերեք դեմ գնանք սատանային ամբողջ Հիսուս Քրիստոսի կենթանի անվան զորությունով, որպիսի մեր էությունը միայն Տերոջ համար փայլի եւ Տերը փառավորվի հավիտյանս հավիտենից։ Փառք իրան, ամեն։ Փառք եմ տալի քեզ կենթանի Աստված, քեզ եմ մեծարում ես, Տեր ջան։ Ես շնորհակալ եմ իմ արքա, որ դու ամեն բան արել ես, Տեր ջան, որ մենք քո մեջ ամուր լինենք, որ մենք քո մեջ փոխված լինենք, նորը լինենք, իմ Աստված։ Դու առաջնորդի քո եկեղեցիները, ամբողջ աշխարհով այս համայնքները եւ առաջնորդի Տեր ջան քո մարմնում բնակվող յուրաքանչյուր մի էակի ամրացնում ես քո մեջ, օգնի, որ մեր սիրտը երբեք չհեռանա քեզանից, որ մենք միշտ հիշենք որքան ես դու սուրբ եւ դա չվախեցնի մեզ, այլ օգնի Տեր ջան, որ մենք ավելի մոտենանք, հպվենք քո սրբությանը, նորոգվենք եւ փոխվենք քո սրբության մեջ, փառավորենք քո անունը մեր կյանքի մեջ, իմ Աստված, եւ փայլենք այս ունայն, այս կեղտոտ աշխարհի մեջ, քո փայլով եւ լույսով, իմ Աստված, փառք ու պատիվ քեզ հավիտյան, իմ Տեր, կյանքեր փոխող Աստված, փառավորվի քո սուրբ անունը հավիտյանս հավիտենից։ Դու մեր ապավենն ես, Տեր ջան, մեր նորոգումը, մեր ամբողջ ընթացքը, ամեն փառքերը քեզ միայն, Հիսուս, թագավորների թագավոր եւ տերերի Տեր։ Շնորհակալ եմ, Տեր ջան, շնորհակալ եմ, որ դու կարողանում ես հանդիմանես եւ հանդիմանելուց հետո բարձրացնես նորոգված մարդու, բարձրացնես, Տեր ջան, որ մենք ավելի բարձր կանգնելով լավ լուսավորենք քո լույսով, Տեր ջան։ Փառք ու պատիվ հավիտյան Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Ամեն եւ ամեն։